371 տոննա ծիրան 37,000 տոննայի դիմաց տեսել եք չէ որ իրան ֆիկտիվ հանրապետական անվանող նախարար Գևորգ Պապոյանը գրառում արել սոցցանցերում ասում է ժողովուրդ 371 տոննա ծիրան ենք արտահանել ինչ են ուզում ասեն հա այս գրառմամբ դե չիմացող մարդը կարա մտածի զգալի թիվ է 371 տոննա ուղղակի մի բան ժողովուրդ իսկ գիտեք անցյալ տարի մենք Ռուսաստան քանի տոննա ծիրան ենք արտահանել մինչև 37,000 տոննա մի հատ տեսեք էլ 37,000 տոննա եւ 371 տոննա ծիրանի արտահանումն էլ մոտավորապես 9-ից 10 շաբաթ է հա լինում այս շրջանում մենք սովորաբար այդքան ծիրան ենք հասցում արտահանել եւս մի կարևոր նրբերանգ օրերս ուրեմն մեր Alpha News-ի տաղավարում գյուղատնտեսության ոլորտի մասնագետ ձեռնարկատեր Հարություն Մնացականյանը ինչա պատմել այդ 371 տոննա ծիրանի մասին ասում է դրանից մի փոքր ավելին քան 200 տոննան արտահանել է մեկ առանձին վերցրած արտահանել է ուկրաինական Լվով եւս մի համեմատաբար զգալի քանակ այդ 371 տոննայից արտահանվել է մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետություն մնացած ծավալներն էլ հավանաբար այդքան մեծ չեն զգալի չեն որ այտենց հստակ ֆիքսված լիներ Մնացականյանի կողմից թե որտեղ է գնացել ուստի մի հատ հասկացեք էլի 37,000 տոննայի դիմաց իրանք խոսում են 370 տոննայի մասին 370-ից ավելի քան երկավորը մեկ արտահանող է կոնկրետ արտահանել ինչի մասին ինչի է անհրաժեշտ այս խոսակցությունը որպեսզի պարզ լինի թե ինչ պրիմիտիվ ամոթալի մանիպուլյացիաներով փորձում են հասարակությանը համոզել որ իրանց կերած բողկերի պատճառով մենք խնդիրներ չունենք խնդիրները լուծվում են այդ խնդիրները չեն լուծվում ժողովուրդ եւս մի նրբերանգ էլ ձեզ ասեմ ուրեմն երբ որ Վրաստանը նիկոլություն էր անում ուրեմն իրանք այնտեղ նշանակել էին հատուկ հանձնակատար գինու արտահանման մասով ինչ եղավ վրացական գինու հետ հենց հարաբերությունները Ռուսաստանի հետ քիչ թե շատ սկսեցին կարգավորվել գինու արտահանողները սկսեցին արտահանել այդ գինին Ռուսաստան բայց հարյուրավոր հազարավոր տասնյակ հազարավոր մարդիկ գումարներ էին կորցրել բյուջեն զգալի վնասներ էր կրել ինչու որտեվ իրանք էլ էին նիկոլություն անում